ուրեմն 1905-1900 ջարդեր մասսայական եւ 1915 թվին արտեն եղել, այսինքն իսպան վերացնել ժողովուրդը էթնիկական ճնճում, որ գոյություն չունենա։ Սա ես ինչու եմ ասում, որովհետև հիմա կան քարոզիչներ, որ թուրքը այն թուրքը չէ, թուրքը չի փոխվել։ Մինչև 23 թիվը մասսայական ջարդեր էր, քեմալական ջարդերն էր շարունակվում։ Այսօր մենք Եվրոպա ենք ցկտում, մի րոպե, 1916-ից 22 թվականներին Անգլիայի վարչապետ Լորդ Ջորջը ինչ է ասել, մեր քաղաքականության պատճառով հայերին ցեղասպանեցին, մենք մեր հաղթանակի զոհասեղանին տվեցինք հայ ժողովրդին, եթե չլիներ մեր քաղաքականությունը, այսինքն այդ մասսայական ջարդերը չէր լինել, դա ասել է Անգլիայի պրեմիեր մինիստրը, եւ այսօր անկախություն են ուզում Ռուսաստան, ես իհարկե ոչ թե Ռուսաստանին եմ կովում, ոչ որևէ մեկին, ես հայ եմ, իմ ժողովրդիս համար եմ խոսում, լավ քաջատեղյակ եմ հայոց պատմությանը, միշտ այս պայքարների մեջ եմ եղել, ես Ռաֆու խոսքերը բերեմ մեր մեջ բանաստեղծ, ասում է հայրենասիրությունը սկսվում է հայրենիքի պատմության իմացությունից, դե յուրաքանչյուրը պետք է իմանաք, եթե 15 թվին այդ կոտորածների ժամանակ գերմանական ախիցերներն ու սպաներն էին ցուցումները տալիս, երբ Անգլիայի ցեղագիրներ, երբ Ֆրանսիան տվեց այդ հողերը վերցնելով Կիլիկյան Հայաստանի 500,000 հայերի պաշտպանությունը տվեց թուրքերի մասսայական ջարդեր արեցին։ Դուք ումից եք փնտրում այդ ձեր պաշտպանությունը, այսօր մարդիկ ինքնակոչ, կիսագրագետ, տեսնում եք էլ ինչպես են կառավարում, մարդը, որոնք կարող են պետական բյուջեն պաշտպանել, լավ, պաշտպան բառը, հասկանում եք, չէ՞, հերոսության համար, ինչ-որ խիզախ աշխատանքի համար, չափազանց շատ պաշտպաններ են եղել, մենք ռուսական բանակում ամբողջ գեներալական ասկատույն ենք ունեցել, Գեորգիևյան շկանշաններ են ունեցել, բայց վաստակի համար, բայց այս չարիքների համար պետական բյուջե դարձնել կրպանի փող, չի կարելի, այսօր զգաստանալ է պետք, մեր հայ մայրերը, այսօր մեծ մասը մայրեր եք, երիտասարդ մայրեր եք, իրենց երեխաներին, այդ ավազների վրայով այդ իրանական տանելու ժամանակ գաղթի ճանապարհներին ավազների վրա են հայերեն տառեր են գրել սովորեցնելու, այսօր մեր պատմությունն են ջնջում, Արցախի համար 1045 թվականին, այո, Անի կործանումից հետո Բաքրատունյանները գնացին Կիլիկիա եւ այնտեղ ամրացան Արցախի հենց այդ թվականներն է, որ Օդար երկրում նաև Հայաստան պետություն իրեն թակավորով թագով ստեղծեց հայ ժողովուրդը։ Այս ժողովուրդն է ծնկի գալիս մի խումբ անգարագետների, դա է զարմանալու։